Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալափյանի գործով գլխավոր մեղադրյալ Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի հարազատները այսօր Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշեցին, որ ինչպես իրենք, այնպես էլ բոլոր չարենցավանցիները գիտեն, թե իրականում ոստիկանության բաժնում ով է դաժան ծեծի ենթարկել Վահան Խալափյանին։ Աշոտ Հարությունյանի մայրը Զոյա Հարությունյանը մեծ է զրույցում ասաց, թե ինքը թեև գիտի, բայց վախենում է այդ մասին խոսել, որովհետև չգիտի դրանից հետո ինչ հետևանքներ կլինեն։ Մոր պնդմամբ նույն մտավախություններ ունի նաև կալանավորված Աշոտ Հարությունյանը։ Դե գիշկա, հիմա ասելը ես կարող եմ ասել ով ածեցել։ Ինքը ասեց, որ պետք կնի ասեմ ով ածեցել, բայց ինքը ես կոնկրետ այս պահը չեմ ուզում օգտագործեմ իմ երեխայից առաջ ասեմ ասել։ Իմ երեխայի իրավիճակը բոլորից բարդ է։ Նախ ինքը 4 պատի մեջ է։ Ինքը այդքան բան, եթե ասի, ես չգիտեմ ինչքանով ասենք, մեր իրապահներին ձեր կտա։ Երկրորդը, այդ նույն բաները ինչ որ դիմի։ Վախենում է ասել ճշմարտությունը։ Իհարկե վախենում է։ Երկու փոքր երեխա ունի։ Ես հենց ինքս եմ դողում իմ այս երեխեքի համար։ Վախենալու է, իհարկե վախենալու, այդքան հեշտ մի կարծեք, երբ որ ես անգամ ամեն գնալուց նույնիսկ ես իրան առաջարկել եմ, ասել եմ հատուկ բաներ, եթե կառաջարկեն, քեզ չվերցնես, չուտես։ Նույնիսկ եթե քեզ մեկը կբերի հատուկ մի բաժակ կոֆե կհյուրասիրի, չխմես, վախենում եմ, որտեվ ամեն ինչ մեր ականջին էլ է հասնում։ Դժվար չի մի կտոր թույն գցել եւ մարդուն արանքից հանել։ Ոչ մեկը չի ուզում այսօր իր սխալի համար ինչ որտեղ ինքը գնա պատասխան։ Ավելի լավ է մի հատ Աշոտին այստեղ մի քայլ արդեն արել են, տարել են նստացել են 4 պատի մեջ, Աշոտից ազատվել իրանց համար ավելի ձեռնտու վարանա, քան նորից այդ գործը քանդեն, նորից սկսեն։ Նախորդ դատավարությունից հետո, երբ որ իրան տարած են եղել Հրազդանի բաժին, իրան այնտեղ ասել են, գիտես, եթե դու սենց շարունակես, քեզ կտանեն KGB-ի պատվալ։ Իսկ Աշոտն ասել է, ես ոչինչ չունեմ կորցնելու, թող տանեն, ես մարդ չեմ սպանել, որ ինձ մարդասպանության մեջ են մեղադրում։ Չգիտեմ ով է ասել։ Աշխատողներն իրան ասել են։ Որտեղի կալանավորը կոնկրետ չէ, եղել է Հրազդանի ոստիկանությունում։ Աշոտ Հարությունյանը փորձում է ինչ-որ բաներ ասել, բայց դա լիարժեք չի առայժմ այսօրվա տվյալներով, այսօրվա դրությամբ։ Ուղղակի ինքը ակնհայտ ուզում է խուսափել պատասխանատվությունից նշված հոդվածի հետ կապված, բայց որ Աշոտ Հարությունյանը երկու անգամ եւ առավոտյան եւ 4 անցքից հետո խոշտանգումների եւ սպառնալիքի լեզվով փորձել է ինքնախոստովանական ցուցմունքներ կորզել Վահանից, դա ակնհայտ է իրանցից տված ցուցմունքներով։